Ինչու է սպանվել 19-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանը, ոչ պաշտպանության նախարարությունը, ոչ քննչական կոմիտեն ողբերգության հանգամանքների մասին ոչինչ չեն հայտնում։ Նարեկի սպանության գործով ձերբակալված նրա ծառայակիցը ըստ Արմլուրեյեմի հարցաքննության ժամանակ պատմել է, թե իրեն ծաղրել են, ստրուկի պես վարվել իր հետ, ստիպել ափսեներ լվանալ, ինքն էլ կտանքներին չդիմանալով կրակ է բացել Նարեկ Հակոբյանի ուղղությամբ։ Ոչ թե մեկ, այլ մի քանի կրակոց է հնչել, տեղեկացնում է Շամշյան Քոմը, ըստ որի սպանությունը Գեղարքունիքի մարտական դիրքերից մեկում է եղել։ Խաղաղ պայմաններում սա արդեն 4-րդ զինծառայողի մահն է 2 ամսում։ Նարեկի սպանությունից բացի պաշտպանության նախարարությունը ևս 2 ողբերգության մասին է հայտնել այս տարի։ Հունվարի 14-ին մահացել է 19-ամյա ժամկետային զինծառայող Վահան Պետրոսյանը, Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան։ Փետրվարի 7-ին պայմանագրային զինծառայող 22-ամյա Դավիթ Մանուկյանի մարմինն է հայտնաբերվել։ Փետրվարի 21-ին Սևանում սահմռկեցուցիչ դանակահարության զոհ դարձած 19-ամյա Արամ Խաչատրյանի կորստի մասին պաշտպանության նախարարությունը չի հայտնել։ Նա սպանվել է Զորամասից դուրս։ 4-րդ դեպքը համարում են, որ եթե չի եղել պաշտպանության նախարարության զորամասերից մեկում, այլ ասենք այդ մարդը գնացել էր, չգիտեմ, ինչ որ միտեղ ընդեղ ա եղել, դա իրենք չեն կապում բանակի հետ։ Այսինքն բաժանել են 2 մասի՝ ծառայության հետ կապված մահեր եւ չկապված մահեր։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վստահ է, բանակային ողբերգությունների շղթան չի կոտրվում քաղաքական եւ ռազմական ղեկավարների անգործության պատճառով։ Բանակում 25 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել է, ինչու ենք նաև նշել մահացել զոհվել, որից երևի օգտվել են, որովհետև 30 թվի մեջ կան նաև այո զոհեր, դրա համար պատասխանը հնչել է մահացել, զոհվել է 30 զինծառայող։ Ալեքսանյանը հիշեցնում է նախարար Սուրեն Պապիկյանի վերջին ելույթը, որտեղ նա փորձում էր զոհ բառի մեղմասությունը գտնել։ Աշխատում էր մինիմալի հասցներ թվերը եւ ոչ թե իրական կյանքում բանակում նվազեցնել, այլ թվերը նվազեցնել, երբ որ մեկ զինվորի մահնել, դա մեծ կորուստ է։ 34 զինծառայող է մահացել անցած տարի։ 44%-ը պայմանագրային, որ վիճակը շտկելու համար կառավարությունը ոչինչ չի արել, երևում է այս տարվա հունվար-փետրվարի մահվան վիճակագրությունից, ասում է իրավապաշտպանը։ Ոչ պաշտպանության նախարարը, ոչ այս երկրի կառավարության ղեկավարը ոչ մի բան չարեցին, որ բանակում փոխվի իրավիճակը։ Ալեքսանյանը նկատում է պետության քար անտարբերությունը զոհերի մասին հայտնելիս։ Հատկապես վարչապետն է սիրում հայտարարել, խաղաղության պայմաններում սահմանին զոհ չենք ունեցել։ Առաջին օրացուցային տարին է, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ Որ ասում են սահմանին մենք զոհ չունենք։ Այդ առաջին հերթին ցույց է տալիս իրենց անտարբերությունը բացարձակապես, թե ինչ է տեղի ունենում բանակի ներսում։ Այսինքն դրսում կրակոտ չի եղել, բան չի եղել, բա ներսում։ Բա ձեր բանակը այդ ինչ վիճակում է, որ 34 մահվան դեպք է արձանագրում, իսկ այս տարի արդեն 3-4 դեպքը։ Մանիպուլյացիան, այսպես ասեմ, մարդկանց ասելու, այ գիտեք, խաղաղությունը սահմանին չեն կրակում։ Բա ներսում, ով պետք է սրա մասին մտածի։ Բանակում ամենաթողություն է, համոզված է իրավապաշտպանը։ Կրիմինալ վիճակը հիմա լարված է առավել քան երբևէ, հարաբերությունները կոնֆլիկտային են, մահերն անխուսափելի, նախաձեռնված քրեական վարույթները չբացահայտված։ Մենք մի քանի տասնյակ գործերով մասնակցել ենք քննությունների, մեր փաստաբանի մասնակցությամբ, եւ տեսել ենք, թե քննությունները ինչպես են ընթանում։ Եվ մենք տեսնում ենք այս վիճակագրությանը հետևելը պաշտպանության նախարարության։ Մենք չենք տեսնում, որ իրենք ինչ-որ բան են փոխում բանակում։ Իրավապաշտպանը չի էլ ակնկալում, որ առաջիկայում նախարարը խիստ հրաման կարձակի, բանակում կտրուկ փոփոխություններ կլինեն։ Իշխանական վերնախավը նախընտրական թոհուբոհի մեջ է։ Էն էլ հիմա այս նախընտրական շրջանում ոնց կարող է, ասենք, նրանց միտքը զբաղեցնի զինվորների մահը։ Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։